Գյուղի 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր Բժիշկ Հայկ Մանասյանը։ Բարև ձեզ, պարոն Մանասյան, շնորհակալ եմ մեզ հյուրն կալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գերմանիայում, այնտեղ հանդիպում տեղի ունեցավ կանցլերի հետ եւ նաեւ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի տեքստ հրապարակվեց, որտեղ խոսքի ազատությունն էր կարևորություն տրվում, տարբեր պայմանավորվածություններ կա, նաեւ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հետ կապված եւս հանձնառություն։ Կարող ենք ենթադրել, որ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ են փորձում հաստատել, ինչպես իրենք են ասում, ընդլայնված ավելի համագործակցություն, ինչ հեռանկարներ կան։ Եթե չեմ սխալվում, Էրիկ Էրիքսոն անձի հոգեբանության բավականին այսպես մասշտաբային նկարագիր տված հեղինակ, ով ասում էր, մինչև մարդը ինքը իրեն չունենա, ինքը չի կարող իրեն մեկ ուրիշին տալ, մեկ ուրիշի հետ գնալ հասուն հարաբերությունների։ Մասնավորապես խոսում է ամուսնության մասին, բացատրում է, որ մինչև մարդը ամուսնական գործողության հասնելը պետք է ինքնուրույնության բավականին մեծ աստիճան ունենա։ Այսինքն մեկ արտահայտությամբ ինքը իրեն պիտի ունենա, մինչև ինքը իրեն չունի, ինքը իրեն ոնց է տալի մեկ ուրիշին կամ մեկ ուրիշին վերցնում պատասխանատվություն կրելու նրա ապագայի համար, նրա հոգսերը հոգալու համար եւ այլն։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը իմ կարծիքով ինքն իրեն չունի, ինքը ինչ հարաբերություն է հետ ագնում, ասենք թե Եվրամիության հետ։ Եվրամիությունը ինքը իրեն ունի, ինքը կայացած պետությունների համագործակցություն է, իդեպ վեր պետական, քաղաքական միավոր, այսինքն եթե ի սկզբանե դա սկսել է որպես տնտեսական միավոր, հիմա դա վեր պետական քաղաքական միավոր է։ Հայաստանը ստեղ իմ կարծիքով իր ներկայացուցիչների դեմքով կամ իմիտացիա է անում, կամ ինչ որ, չգիտեմ, զանգուլակներ է ցույց տալիս, ինչ որ տպավորություն թողնելու համար, հետին մտքերով համենայնպես ոչ ազնիվ։ Հետի նկատի ունեք ընտրություններից առաջ Միգուցե ընտրություններից առաջ, միգուցե արտաքին քաղաքական վերադասավորումներ, միգուցե տարածաշրջանում, ինչու՞ միգուցե, հենց այդպես էլ կա, էլի տարածաշրջանում ընթանում են մրցակցություն տարբեր ուժային կենտրոնների միջև եւ Հայաստանը այդտեղ ընդամենը որպես այսպես մանրադրամ օգտագործվում է նրանց կողմից, բայց որպեսզի հայ ժողովուրդը իրան շատ այդպես վիրավորված չզգա, կարելի է մի երկու բան այդպես ներկայացնել, ցույց տալ, իբր թե տեսեք դուք եք ձեզանից բան ներկայացնում, բայց մենք հո գիտենք, մեզնից առանձնակի առնվազն մենք մեզանից չենք ներկայացնում այնքան, որ մինիմալ մեր սահմանների անվտանգությունը կամ մեր տարածքի անձեռնխելիությունը այս կամ այն, այդ թվում թշնամական երկրների միջանցքային ախորժակները կարողանանք զսպել։ Եթե դու այսքան բանը չես կարողանում անել, դու այսքանով նույնիսկ ինքդ քեզ չունես, դու այդ ում հետ ինչ հարաբերության ես պատրաստվում իբրև թե։ Դե վիզաների ազատականացման մասին է խոսվում, որ հնարավորությունները մեծ են առաջիկայում ավելի գործոնքալեր կտեսնենք։ Ազատականացնել են եւ ասենք ինչ։ Դե դա ձեզ դա է խանգարում ամեն ծրագրի համար։ Ինչ։ Հաջողություն չի գրանցվում։ Ինձ համար դա զրոյական հաջողություն է։ Ես միգուցե ինչ որ մարդկանց նեղացնեմ կամ իրանց չափ չեմ հասկանում։ Բայց ամեն դեպքում Եվրամիությունը բավական հետաքրքրություն ունի, որովհետև երբ Արարատ Միրզոյանը Բրյուսելում էր, այնտեղից նախ գումարներ բավականին մեծ տրամադրելու մասին էր խոսում։ 500 միլիոն ընդհանուր մեծ ծրագրի հետ էր, քանի տարվա մեջ տարիներ չէր նշված, 15 միլիոնի մասին էր նաև խոսում, եւ տարեկան $1 միլիարդ պարտք ենք ավելացնում պետության եւ սերունդների վրա։ Քանի $1 միլիարդ ամեն դեպքում հետաքրքրությունների մասին խոսենք, 15 միլիոն տալիս են, որպեսզի ռուսական ազդեցություն նվազի Հայաստանում եւ խոսքի ազատության եւ այլնի մասին, այսինքն որոշակի հետաքրքրություններ ունեն։ Բացի այդ, Ադրբեջանից ասում են, որ պետք է թրիփում Եվրամիությունը ներգրավվածություն ունենա եւ մեղադրում են Հայաստանին, որ իբրև թե եւ Բրյուսել է գնացել Արարատ Միրզոյանը, այս հարցերը չեն ամրագրվել այդ փաստաթղթում։ Հիմա դուք ինչ խնդիր եք տեսնում, ինչ հետաքրքրություններ իրենք ունեն մեր հետ կապված։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, Հերմինե ջան, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ պայծառ է, ինչպես նկարագրեցիք, ինչպես ասացիք, ահա ամեն ինչ շատ լավ է։ Այդ տեսք նույնիսկ թրիփը արդեն հորով-մորով են արել, փաստորեն թրիփը ընդունում ենք որպես կայացած իրողություն, հիմա էլ հանդեպ հայատերեր են ի հայտ գալիս,
ամեն ինչ շատ լավ է, եթե այսքան է մեր ժողովրդի հասկացողությունն ու ընկալումը, ապա ինչ ասեմ, հա, բարով վայելեք։ Ինչ ասեմ, այս վիզաների ազատականացումն է խնդիրը։ Իդեպ ովքեր գլուխ ունեն եւ վերլուծելու ունակություն, հիշեցնեմ կամ ուշադրությունը իրանց հրավիրեմ են հանգամանքի վրա, որ այս վիզաների ազատականացումը որպես տենց մի դարակազմիկ բան ներկայացնելու համար ինչ տեղի ունեցավ, հենց Եվրամիության երկրների կողմից։ Սկսեցին բարդացնել վիզաների տրամադրումը։ Այսինքն մի քանի տարի առաջ վիզաների տրամադրումը այնքան բարդ չէր, ինչպես հիմա։ Ու հարցա չի առաջանում, ես ինչի է բարդացել։ Այ մարդ գնում են վիզաների ազատականացման։ Փոխանակ մի բան էլ գնալով ավելի հեշտացվի, չէ՞, ավելի դյուրին դառնա վիզա։ Չէ՞ որ գնում ենք դեպի ազատականացում։ Այս չի ազատականացումից առաջ, որպես այդ ազատականացումը ներկայացնեն որպես մեծ լավություն, մեծ իրադարձություն։ Ու այն մարդիկ, ովքեր սովորականի պես ամենևս կարիք ունեին այդ վիզաների եւ այդ վիզաները հեշտությամբ վերցնում էին, այդ մարդիկ, որպեսզի այդտեղը բերեն, թե իրանց ինչ մեծ լավություն է արվել, իրանց ինչ մեծ ընթառաջում է տեղի ունեցել, այ իրանք պետք է մի տարի երկուս լավ այսպես քրտնեն, տարապեն այդ դժվար վիզաների ձեռքը, որպեսզի դա գնահատեն։ Այսօր էլ Հերմինեն այդ հարցը տա, Մանասյան Հայկն էլ բան ու գործը թողած, պատասխանի թե վիզաների ազատականացումը ինչ մեծ առաջընթաց է մի երկրի համար, որը իր սեփական տարածքների անձեռնարկելությունը չի կարողանում։ Հիմա դու կարծում ես Եվրամիությունը որևէ հետաքրքրություններ չունի Հայաստանում։ Եվրամիությունը հետաքրքրություն ունի տարածաշրջանում, որտեղ Հայաստանը իրեն որպես սուվերեն, ինքնագլուխ, ինքնուրույն երկիր առանձնակի հետաքրքիր չէ։ Ոչ մեկ հետաքրքիր չեն։ Այդ մարդիկ միամիտ սրբեր չեն, էլի։ Այդ մարդիկ դուք մենակ հետո ուշադրություն դարձրեք, ինչպիսի կոռուպցիան բացահայտումներ են արվում եւ ինչ մասշտաբի, ինչ բոյի պետական գործիչներ են ձերբակալվում կամ նախկին պետական գործիչներ։ Վերջերս չէ արտգործնախարար, նախկին արտգործնախարար քրեական հետապնդման սկսեց ենթարկվել ինչ որ կաշառքի եւ զարտուղի գործարքների համար։ Ադրբեջանը 3 միլիարդ դոլարի կարգի, եթե չեմ սխալվում, ուրեմն կաշառք էր տվել մինչև այս Ղարաբաղյան պատերազմը, Ղարաբաղյան հարցը իր օգտին ծառայեցնել համար։ Ժողովուրդ ջան, գերմանացիներն էին, չէ՞, ադրբեջանական լվացքատուն անվան տակ այդ գործը հետաքննում։ Ժողովուրդ ջան, այդ երկրները այնպես չի որ այդպես սրբերի հավաքածու են։ Գիշերը չեն քնում, ասում են տենաս հայերին ոնց մենք օգնենք։ Հայերը եթե իրենք եւ Հայաստանի քաղաքացիներն առհասարակ, եթե իրենք իրենց օգնելու, իրենք իրենց հարցերը լուծելու ունակություն, գիտելիք, ջանք, ցանկություն չունեն, ոչ ոք չի գալու ձեր հարցերը լուծի։ Ավելին ասեմ, երբ որ այդ հարցերը լուծված չեն ու դրսից մեկը գալիս է իբրև թե մեր հարցերը լուծելու, ես դրանից բավականին զգուշանում եմ։ Անկախ նրանից դա Եվրամիությունն է, Սովետական միությունն է, Միութենական պետությունն է, Ռուսաստանի Ֆեդերացիան է, ինձ միևնույն է ով է։ Եթե դու գոյություն չունես որպես սուբյեկտ քո տարածաշրջանում, դու չեմ ասում աշխարհում, դու տարածաշրջանում քեզնից չես ներկայացնում մի բան, որ գոնե քո հետ շփվեն, խոսեն հավասարը հավասարի։ Եթե ամեն ամիս լրացուցիչ պայմաններ են քո առաջ դնում քո գոյությունը հանդուրժելու համար, ու դու չես կարողանում այդ պայմաններին դիմագրավես, եւ ստիպված է քո երկրի ղեկավարը այս կամ այն ճռճռան փաթեթավորմամբ ամենատարբեր հակապետական եւ հակաազգային պահանջները քեզ ներկայացնել որպես ձեռքբերում։ Ինչի մասին է խոսքը։ Ես սրանով եմ։ Հիմա Ադրբեջանը ինչու այդքան անհանգստացած, որ Թրիմփում անպայման Եվրամիությունը ներգրավվածություն ունենա, արդեն երկրորդ անգամ նման հայտարարություն են անում։ Ես չգիտեմ, անհանգստացած թե չէ, ինձ միևնույն է ինչ հայտարարություններ են անում ու քանի անգամ։ Ես գիտեմ նրանք ինչ են ուզում։ Ես գիտեմ, նրանք ուզում են Հայաստանը չեզոքացնեն որպես գործոն տարածաշրջանում եւ Թուրքիա, Ադրբեջան, Միջին Ասիա, այս ամբողջ համագործակցությունը իհարկե ոչ առանց արևմտյան հովանավորների, աջակիցների եւ շահագրգիռ կողմերի մասնակցության ուզում են կյանքի կոչել։ Եվ նրանք դա կյանքի են կոչելու, եթե մենք ու ոչ թե ստե ծրագիրը նա վատ, այդ ծրագիրը մեր գլուխների վրայով է։ Այդ ծրագրում մեզանով կերակրում են հիմնական գործընկերներին Ադրբեջանին եւ Թուրքիային։
մեզ կերակրում են նրանց։ Նրանք Ադրբեջանն ու Թուրքիան հենց արևմուտքը, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բրիտանիան, միգուցե Ֆրանսիան կամ ասենք Հունաստանը այնտեղ ոչ այնքան էս ամեն ինչով ուրախ լինեն, բայց նրանց կարծիքը կամ նրանց ճաշակը, տեսակետը կարծում եմ այդքան էլ եղանակ չի ստեղծում եւ բան չի փոխում։ Բայց չեմ ուզում ես ձեր տոնը հարամեմ։ Դուք շարունակեք այդ խրախճանքը։ Ձեր երեխաները հատուցելու են ձեր այսօրվա գործողությունների կամ անգարտության համար։ Դուք դրա համար հատուցելու եք, չեք պլստալու։ Առանձնապես մեծ այսպես գործուն քայլեր չենք տեսնել։ Քայլ կտեսնեմ, եթե Հայաստանը դառնա քաղաքական սուբյեկտ, նրանք ինչ պետք է անեն։ Նրանք ինչ պետք է անեն։ Ինչ պետք է անեն։ Եթե դու դա այստեղ խոսք է գնում պետության, Հայաստանում մենք դիտարկում ենք պետություն, չէ՞, հայ ժողովուրդը պրոգրամատվություն։ Պաշտպանական ոլորտի հետ կապված էր երբ գնացել Բրյուսել։ Ասեք ինչ պաշտպանություն։ Դե մանրամասները չի ներկայացնում, անվտանգային խնդիրներ։ Ում դեմ է այդ անվտանգությունը, էներգետիկայի բանը, դիվերսիֆիկացիա։ Հերմինե ջան, իրար վրա 80 հատ բան ես ասում։ Հիմա ես ասում այն ինչ որ Բրյուսելում պայմանավորվել են դրանց վրա, թե sense ընդհանուր դուք ասեք ընդհանուր։ Ես էլ ասեմ, ահա, լավ ասեցիք, անուշ լինի, կարակ կմի։ Ես էլ այդ ասում, եթե 20 հատ բան իրար հետևից ես ձեզ չեմ մեղադրում։ Եթե մենք առանձին դրանց ամեն մեկին չենք անդրադառնալու, դրանք ամանորեն մեկ առանձին 15 միլիոն դոլար տալիս, եվրո 15 միլիոն դոլարը դա ինչ փող է պետության համար Եվրամիության կողմից եկող։ Ռուսաստանի ազդեցությունը այստեղ նվազեցնելու համար։ Հիմա այս հարցով էլ հետաքրքիր չեն կարծում եք իրենց։ Ոչ 15 միլիոն դոլարը կոպեկներ է, ուղղակի ստեղ ունեն մի քանի իրենց համար այսպես բուծված համապատասխան կարծիքի ձևավորման կամ ազդեցության գործակալներ, որոնց իհարկե պետք է կերակրել, հա, 15 միլիոնը հերիք է։ Ստեղի այդ բուծարանը դետքանով լավ տեղին կկշտանակ շարունակի անել են ինչ որ անում է։ Երկրին դրանից ինչ։ Երկրին դրանից ինչ օգուտ։ Նախընտրական այսպես քարոզարշավի մեջ եք տեսնում այս ամեն ինչը։ Նաև նախընտրական քարոզարշավ, բայց եթե ընտրությունները նույնիսկ ավարտված լինեն, սա չի փոխվելու։ Եվրամիությունը, արևմուտքը, սա արել է մինչև Հայաստանի Հանրապետության գոյությունը, սկիզբը, սա արել է Հայաստանի Հանրապետության հիմնադրումից, հետո 1918 թվականին սա արել է սովետների ժամանակ, սա շարունակելու է մշտական։ Այդպիսին է մեծ ձաձաների խաղը։ Պարոնայք եւ տիկնայք։ Եթե դուք եք ուզում լինել պետություն, դուք եք ուզում ես մեծ ձաձաների խաղերի մեջ մասնակցություն ունենալ, ապա դուք էլ պետքա լինեք ձյաձյա կամ ծյոծյա։ Հա, դուք չեք կարա լինեք դեռահաս, կուսակրոն, միամիտ, չգիտեմ, ռոմանտիկ վեպերի վրա ձեր աշխարհայացն ու պատկերացումը կառուցած, այդպես չի կարա լինի։ Ուզում եք մտնեք այս տեսակ խաղերի մեջ ժողովուրդ, թե չեք ուզում։ Համենայն դեպս հանրության ակտիվ շրջանակները ցույց են տալի, որ չեն ուզում։ Հայաստանի Հանրապետության ակտիվ շրջանակներին պետք չի պետություն։ Ժողովրդական այդ զանգվածներին պետք չի պետություն։ Նրանք նույնիսկ չգիտեն պետությունը ինչի հետ են ուտում։ Նրանց պետք չի պետություն։ Նրանց պետքա մեկը լինի, գա իրանց տիրություն անի, իրանց անվտանգությունը ապահովի, իրանք էլ որպես կրոնական կամ չգիտեմ գաղափարախոսական ինքնություն, մշակութային փոքրամասնություն յոլա կգնան, ինչպես ասում է իմաստուն ժողովրդական իմաստությունը, եղունգ ունեն գլուխը գներեք կքորեն։ Ահա, նրանք դրանով կզբաղվեն։ Այստեղ հասունությունը չի ասել այն մակարդակին, որ մարդիկ սեփական քաղաքականություն ու սեփական պետություն ունեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն այս հասունությունը, այդ մարդիկ էլ կամ ընկճախտի մեջ են, կամ հիասթափված են, կամ հոգնել են բազմաթիվ փորձերից, կամ միգուցե իրենց բախտը պատկերացնում են փորձել այլ երկրներում, որտեղ մի փոքր այլ համակարգեր են, չգիտեմ։ Հիմա երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից խոսենք, որովհետև մինչ դրսում հանդիպումների մեջ է Փաշինյանը, նաև ներսում է ակտիվ գործունեություն ծավալում, եկեղեցու հետ կապված մասնավորապես ամեն կիրակի գնում է պատարակ եւ դա վերածում է մեծ իրադարձության, ամբողջ ԿՊ-ն մասնակցում է նրա հետ, բացի այդ դրան նախորդում է ազգային անվտանգության ծառայակիցների աշխատանքը, նրանք մոտենում են հոգեվորականներին, ասում են, որ պետք է պատարակի ժամանակ զեղչեք կաթողիկոսի անունը, Փաշինյանն ասում է, այո, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնում եւ խնդրում են հոգեվորականներին։ Սա ինչի մասին է խոսում։ Հիմա էլ նոր առաջարկ է հանդես եկել Փաշինյանը պատարակից առաջ, որպեսզի օրհներգը հնչի եկեղեցում։ Այս մասով ինչ կասեք, կարևոր հանգամանք է սա եւ ինչ խնդիր է լուծելու։
Իհարկե ճիշտ է ասում, պետք է լինի նաև եկեղեցու նախարարություն, սա իմ օրիգինալ միտքը չի, ես Facebook-ում կարդացի ընկերներիցս, ուշ քիչ եմ անդրա Facebook-ում լինում, բայց պետք է լինի նաև ուրեմն եկեղեցու նախարարություն, որտեղ իր համավատարիմներից մեկին կդնի նախարար, ինչ ասեմ, պետական օրհներ կկանեն, այնտեղ մեկն էլ գրել էր, էլի Facebook-ից եմ ասում, կարելի է նույնիսկ պատարագից առաջ գովազդ բան անել, տալ, ասենք ընդ մի հատ հեռուստաէկրան կարա դրվի, մեծ, բավականին մեծ, ահա այսպիսի հեռուստաէկրան, այդ խորանում, ուրեմն լուսո այդ պատուհանի փոխարեն կարա այսպիսի մի էկրան լինի, որի վրա Մայրամ Աստվածածին Հիսուս Քրիստոսի, մանուկ Հիսուս Քրիստոսով կլինի սովորական ժամանակ, բայց պահի տակ այսպես կփոխվի, կգրվի այստեղ կարող է լինել ձեր գովազդը։ Առաջին 2-3 պատարագին միգուցե գովազդատուներ չլինեն, բայց ինձ թվում համա 4-րդ, 5-րդ պատարագներին արդեն հիմնից հետո, չէ, հիմնը կարևոր է։ Հիմնից հետո ամեն մեկը իր, ասենք, ունիտազը, կաֆել մետլախը մեկը մի օր, մեկը բան մի օր բանը երկաթի մշակման արհեստանոց։ Բայց եկեղեցում էկրաններ չկան, որ այդ ամենը։ Դե կարելի է դնել դժվար բան է։ Եկեղեցում sense փորձանք ու sense պատուհաս կար եկեղեցում, որ հիմա է այդ եկել։ Կդնեն էկրանները, համ տեխնոլոգիական առաջընթաց է, դա կարևոր է, չէ՞, մենք գնում ենք դեպի ապագա։ Ուրեմն այն հնամաշ կտավները, այդ որմնանկարները էլ պետք չեն, դրա փոխարեն միացած էկրան եք դնում են խորանի վերևը, նույնիսկ կարող եք արդեն մոմը, տեսեք ինչ է, անիմաստ մոմ չվառեք, այնտեղ կոպեկը գցեք, ոնց որ սուրճի ապարատների մեջ են կոպեկը գցում, ու ասենք այնտեղ մոմը էկրանի վրա ձեր մոմը ի հայտ կգա ու ինչ որ րոպեով կվառվի։ Նոր գաղափարներ եք առաջարկում։ Բա իհարկե, բա պետքա բան եկեղեցին պետքա մաքրագործել, նորոգվի, վերանորոգվի, հա, եվրո վերանորոգվի, սա շատ կարևոր է, արդեականացնենք, եւ այդպես կոպեկը գցում եք, այնտեղ էկրանին ձեր մոմերը կերևան, ինչքան շատ կոպեկ գցեք, այնքան մոմերը շատ կլինեն։ Այսպես ձեր գովազդը կարող է լինել այստեղ։ Ուրիշ ժամանակ, եթե ասենք օրինակ հոգևորականը վատառողջ կլինի, կարա Նիկոլ Փաշինյանի օրինակ լայվերը ցույց տան այդ բանում անկյունում այնտեղ թող մնա սրբապատկերը Մայրամ Աստվածածինը մանուկ Հիսուսին գրկած կենտրոնում Փաշինյանի լայվերը կլինեն, որ այսպես ցույց է տալի, չգիտես ում հետ անցքնա ցույց տալի, այսենց երբ որ ցույց է տալի, այդ ժամանակ առ ժամանակ կարելի է ցույց տալ։ Ու ինչ ասեմ, բավականին մեծ քայլեր կան, որ պետքա դեռ մտածել դրանց մասին։ Բայց ինչի է այս ամենին գնում Փաշինյանը, ինչ խնդիր է լուծում։ Ասում են, որ այստեղ առանձնապես գաղափարական որևէ բան մի փնտրեք, Փաշինյանը իրականում առաջ է քաշում այնպիսի հարցեր, որպեսզի հոգևորականները ընդդիմանան, բողոք սկսվի, դժգոհությունների ալիք, իրեն դա է պետք այս։ Հերմե ջան, այս հարցերին մենք շատ ենք անդրադարձել, այդ թվում է։ Բայց անընդհատ նոր առաջարկներ է հանդես։ Դե հետ եմ ասում, մի անգամից այդ էկրանը դրեք, բոլոր նոր առաջարկները կարելի է այդ էկրանի վրա կյանքի կոչել։ Էլ ամեն անգամ այդպես շփոթմունքի խառնաշփոթի մեջ չենք հայտնվի։ Էկրանը դնում ենք, կարանք ասենք ավելի մի քանի տեղերով էլ էկրանը դնել, դա էլ է հնարավոր, ինչի՞ չէ։ Մի անգամից այդ բոլոր առաջարկները այդ էկրաններից արդեն դուրս կգան, էլ ինչ ասեմ։ Միջև որ է հասնելու այս գործողությունները եկեղեցու դեմ, ինչ եք կարծում, միջև ընտրություններ վերջնական փուլ կմտնի, թե կավարտվի շուտով։ Հոգևորականներ են միանում Փաշինյանին, այսինքն ովքեր որ միացել են եպիսկոպոսները 10 հոգի, այդ 10 հոգին են մի քանի քահանաներ, բայց արդեն իսկ խնդիրներ փաստորեն եկեղեցու ներսում կան։ Մեր ուզում եմ լուրջ պատասխանեմ, մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում բավականին լուրջ խնդիրներ կան։ Վերցես առողջապահությունը, կրթությունը, բանակը, չգիտեմ, շուկան, ամենուր կան լրջագույն խնդիրներ, որտեղ էլ բզբզես, խայտառակության հասնող բացահայտումներ կարելի է անել։ Բայց դա ոչ թե նրանից է, որ ինչ որ այդ տեղում կոնկրետ այդ մարդիկ վատն են։ Լրագրությունը այդ թվում, որտեղ էլ որ մի քիչ բզբզես, հիմա եկեղեցին են բզբզել, որովհետև այդպես է, կոնտենտը ավելի հետաքրքիր է եկեղեցու հետ կապված, դիմադրությունն ավելի թույլ է եւ եկեղեցականները, այսպես կոչված նախկինների են վերջին փշրանքներն են, վերջին մնացորդներն են, որոնց պետքա ջախջախել, ըստ իրենց, հա, ըստ գործող իշխանությունների, հա, բայց իմ առաջարկը հենց դա է, որ ժողովուրդ ջան, կարող ենք սկսենք ընդհանրապես ոլորտ առ ոլորտ
անդրադառնանք տիպային խնդիրներին, որովհետև խնդիրները հիմնականում տիպայում են, խաբեբաներ են օրինակ։ Ամեն ինչ վերածվել է կեղտոտ բիզնեսի։ Ինչ անշանում կեղտոտ բիզնես։ Ես ձեզ իրական ոչ ֆալշ փող եմ տալիս, ինչ որ ապրանք կամ ծառայություն ստանալու համար, դուք ինձ ֆալշ ապրանք կամ ծառայություն եք մատուցում։ Այս կեղտոտ բիզնեսը համատարած ամեն օր իրական ուրեմն ներդրում, կեղծ ֆալշ լրատվություն, կեղծ ֆալշ բժշկություն, կեղծ ֆալշ պաշտպանություն, կեղծ ֆալշ իրավապահություն, կեղծ ֆալշ դատական արդարադատություն, կեղծ ֆալշ ապրանքներ, ծառայություններ, համատարած։ Հիմա այս տիպային խնդիրը կարող է մտածենք ոնց ենք լուծում, փոխանակ մտածենք թե ամեն շաբաթ Նիկոլ Փաշինյանը որտեղ ինչ արեց։ Ժողովուրդ ինչ որ բան արեց, հա։ Այդ խելքին ենք։ Էդ օրինակ ես երկու շաբաթա գրեթե տեղյակ չեմ։ Լսեք, ուրեմն այսպիսի մի 1000 ներողություն, որ եթե կվիրավորեմ ինչ-որ մարդկանց, ամենայն լրջությամբ եմ ասում, երբեմն այսպես հին բժշկական բառ կար, թույլ տվեք օգտագործել ոչ բժշկական կոնտեքստում, հիստերիկները ինչքան ուշադրության են արժանում իրենց հիստերիայի նոպայի ժամանակ, այնքան ավելի բուրըն ձևով են դրսևորում իրենց այդ նոպաները։ Եվ այտենց ուսանողական տարիներից խորհուրդ էին տալ, ես ասում եմ, սա մի դիտարկեք որպես բժշկություն, սրա մեջ սարկազմը խնդրում եմ նկատեք, էլի։ Երբ որ ուսանողական տարիներից ասում են նման նոպաների ժամանակ ամենալավը կլինի, որ քիչ ուշադրություն դարձնեք։ Այդ դեպքում այդ հոգեխանգարմունքի մեջ գտնվող անձը ավելի շուտ կստափվի, քան եթե դուք շարունակեք այդպես ուշադրություն դարձնել։ Փորձեք հələ ուշադրություն մի դարձրեք։ Տեսեք ինչպես է ստացվում ոչ այնքան adekvat վիճակում գտնվող մեր իշխանությունը։ Տեսեք ինչ, դուք հələ ուշադրություն մի դարձրեք։ Էլ չեմ ասում, որ եթե սթափեցնող, ասենք մի սառը ջուր ցողեք երեսին, այդ դեպքում ինչպես օրինակ ինչ ջուր պետք է երեսին ցողան։ Մեռոնաջուր, անպայման դա պետք է լինի մեռոնաջուր, այդ եկեղեցական արարողության ժամանակ սառը մեռոնաջուր այսպես ցայում ես երեսին ու կտեսնեք ինքը ոնց է սթափվում։ Ուրեմն ժողովուրդը անտեսում է, դուք կարծում եք անտեսելով ինչ որ բան է փոխվել, երբ որ Փաշինյանը հստակ ռազմավարություն ունի, ազգային անվտանգության ծառայությանն է խառնել այս ամեն ինչին, կանոնագիր հրապարակել է քարտեզը, թե ինչպես պետք է կանոնագիր։ Որ սկզբում ասում էի, մենք որպես պետություն չունենք կայացված վիճակ, մենք ինքներս մեզ չունենք։ Դա սիրուն խոսքեր չեն։ Դրա վառ արտահայտություն այդ ամեն ինչն է, ինչ որ դուք հիմա թվարկում եք։ Հա բա մի դասախոս ունեինք, այսպիսի արտահայտություններ անում էպիդեմիոլոգիայի դասերին, ուրեմն ինչի մասն էր խոսում, որ կարանտին կա, ասենք մի ինչ որ աղիքային ինֆեկցիա է, լուրջ, որ գյուղը կարանտին է, իրավապահները շրջապատեն, որ ոչ ոք դուրս չգա, ոչ ոք չմտնի, ու ասում է գալիս է մեկը, ասում է լսի, ես Երևան պետք է գնամ, այդ ոստիկանին ասում, որ այնտեղ հերթապահում է։ Երևան կգնա, ասում մինչև ժամը 8-ը ստեղ կլինեմ արխային։ 8-ը դաշտերի միջով ինքը դուրս է գալի, փողոց որ գնա կարանտինի պահելու այդ անփութություններ նկարագրում դասի ժամանակ մեր դասախոսը, հա, ու այստեղ նկարագրում էր 1000 ներողություն էլի այս բառի համար, ասում էր այս Բադրջան երկրում, այդ իր բառն է։ Այդ վիճակը նկարագրելու։ Ժողովուրդ ջան, այս Բադրջան երկրում այս Բադրջան իրավիճակն է լինում։ Եթե ինչ որ մեկին ես վիրավորում եմ, ցավակցում եմ իրան, բայց սա իմ համոզմունքն է եւ դիագնոզը։ Ու մինչեւ երգիրը երգիր չդառնա, մինչեւ երգիրը քաղաքական են, որ գրած է սահմանադրության մեջ, ինքնիշխան։ Գիտեք ինչ նշանակում ինքնիշխան։ Նշանակում է դու չես կարա վերպետական քաղաքական միավորի մեջ մտնես, առավել եւս ուրախանաս, որ վերպետական քաղաքական միավորը քեզ ինչ որ իրակ մոտ է կանչում։ Խոսքս Եվրամիության մասին է, բայց նույնությամբ նաև այդ միութենական պետության մասին է։ Ինքնիշխան երգիրը չի կարա իր ինքնիշխանությունը տա մեկ ուրիշ միավորի, որտեղ ինքը նույնիսկ հիմնադիր չի։ Ասում են այդպես էլ ենք ինքնիշխան լինել, հիմա ինչ ուզում եք ասել, Եվրամիության անդամ երկրներն ինքնիշխան չեն։ Իհարկե չեն։ Իհարկե չեն։ Այնտեղ մի քանի ինքնիշխան կա, ովքեր այդ ակումբը հիմնել են։ Ֆրանսիա, Գերմանիա։ Նրանք ինքնիշխան են։ Նրանք կարան գլուխ գովան, բայց նրանք, դա գիտեք, բանի է նման։ Ֆինանսական պիրամիդաների մասին գիտեք, չէ՞, որ ցանցային, այսպես ով ինչքան կարա քաշում է իր մոտ, ու ինչքան շատ էս քաշում, այնքան, բայց ովքեր այդ հիմնադիրներն են, այսինքն առաջին
այդ քայլ անողներն, նրանք ամենահարուստներն են լինում։ Այն վերջինները վերջում գծվելու են ֆինանսական պիրամիդայի օրինակով, ահա երբ որ դու այնտեղ են վերջում պոչում այնտեղ միացողներից ես, պարզ չի որ ամենակիչ սուվերենություն եւ այդ քաղաքական համագործակցությունից ամենակիչ օգուտներ դու ես ունենում։ Ներողություն Շվեյցարիան Հայաստանի չափ չի հասկանում, որ չի մտնում այդ միության մեջ, բայց ինչ է անում։ Տնտեսական համագործակցություն, խնդրեմ, հարց չկա։ Ցանկացած ոլորտի, այդ թվում ռազմական համագործակցություն, խնդրեմ, հարց չկա, բայց քաղաքական սուվերենությունը հանձնել է, ով է ուզում Եվրամիությունից Հայաստանի հետ լավ լինի։ Վրաստանը ոչ մաքսային միությունում կա, ոչ էլ Եվրամիությունում կա։ Հələ մի հատ նայեք իրանց տնտեսական շարժերը։ Երեք արդեն հայտարարել են, որ բուհը բարձրագույն ուսումնական հաստատությունը դարձնում են անվճար։ Պետական բուհերը դարձնելու են անվճար։ Մտավ Եվրամիություն դրանից է, թե մաքսային միությունում է դրանից է։ Ոչ։ Առևտրային հարաբերություններ ես ուզում։ Արա այգեր։ Հիմա ով է Եվրոպայից ուզում ներետ առևտրային հարաբերություն։ Չափանիշները պետք է համապատասխան լինեն։ Ինչ չափանիշ։ Հավասար չափանիշները, որ Եվրամիությունում ներողություն, համապատասխանեցրու, պիտի անպայման կազմում լինես։ Այս շատ լավ բան ասեցիք, որովհետև մի քանի խելոքներ, հանճարներ քաղաքական մտքի։ Այսպիսի օրինակ եմ բերում, այ Եվրամիություն մտնելով մեր ստանդարտները կդառնան Եվրամիության ստանդարտներ։ Ես Եվրոպայում կրթություն չեմ ստացել։ Ես Եվրոպայում չեմ եղել։ Ես Ամերիկայում էլ չեմ եղել։ Բայց ես արդեն 15 տարուց ավել իմ պրակտիկայում օգտագործում եմ ամերիկյան եւ եվրոպական ապացուցողական բժշկության գայդլայնները, այսպես կոչված ստանդարտները։ Դրա համար պետք է ընդամենը մարդը գրագիտություն եւ որոշակի ամբիցիա ունենա, վերստի կարդեք, բաց դոստուպով դրած է։ Դու կարաս վերստես կարդաս, ինչպես է այս սիմպտոմը գնահատվում, ախտորոշում դառնում եւ այդ ախտորոշումը ինչպես է բուժվում։ Այդ ձրի բաց հասանելիությամբ դրված է։ Հիմա եթե դուք ուզում եք ստանդարտ փոխեք երկրում, այդ Մանասյան Հայկը եւ ոչ միայն Մանասյան Հայկը, մնացած գաստրոենտերոլոգները, սրտաբանները, ընդհանրապես հատկապես թերապևտիկ բլոկը առողջապահության։ Այդ ոնց է թե այն աստիճան ենք դա օգտագործում, որ նույնիսկ դրանց հայերեն թարգմանությունը ոնց որ դառնում է ոչ այնքան իմաստավոր, որովհետև եթե դա պարբերաբար դրանք թարգմանում են այդ ուղեցույցները, այդ դու էլ անգլերենով կարդում ես, տեսնում ես ինչա գրած, այ մարդ էլի թարգմանես ում համար։ Ով էլ դրանից պետք է օգտվի, էլ անգլերեն գիտի, կարա բացի կարդա, ենթադրենք Ամերիկայում այդ ստանդարտը ոնց է, Եվրոպական ասոցիացիան դրան ոնց է վերաբերվում։ Ասելիքս հետեւյալն է, այդ ոնց է մենք բժշկության մեջ առանց Եվրամիության մեջ լինելու կարողանում ենք ապացուցողական բժշկության ստանդարտները կիրառել մեր պրակտիկայում։ Ձեր համար մինչև երկիրը ոտով չտանեք մտցնեք, դա էլ հարց է 20 տարի հետո եկեք մտցնելու, թե 15 տարի հետո, թե 30 տարի հետո։ Այսինքն դա էլ հարց է 1000 ներողություն, էլի Նիսիա բազարը, որ բերել եք մեյդան։ Դրա տակից ոնց ենք դուրս գալու, ունչի եք այդ 20 տարվա վաղեմության ծրագրերին համար այդքան շահագրգիռ 15 միլիոնը դից տվել են, էլի։ Այլ Իսկ այն ծրագրերը, որոնք հենց այսօր կարած վերցնես, գնա Ֆրանսիայի հետ համագործակցության։ Գնա ով է քեզ խանգարում։ Հունաստանի հետ գնա համագործակցության, Բրիտանիայի հետ, Գերմանիայի հետ, այո, գնա համագործակցության, քեզ ով է խանգարում։ Մինչև Եվրամիության չմտնես չի լինի, հա։ Այսինքն, ինչ ասեմ, մինչև չամուստանաք չի լինում ընկերություն անել։ Չի լինում համագործակցել, չի լինում ջանքերը համատեղել։ Լինում է։ Պարզապես այստեղ լրիվ ուրիշ հարցեր են, որոնք մեզ միամիտներից մատուցվում են իբրև, չգիտեմ, ինչ-որ գերբնական, մի քիչ Եվրոպա ապրող ձեր հարազատներին հարցրեք, ինչպիսին է Եվրոպայում կյանքը, հարաբերությունները, իշխանություններն ինչպիսին են, ինչպիսի խախտումներ, կոռուպցիա եւ այլն է լինում։ Հարցրեք կտեսնեք, Թրամփը, որ եկավ այդ բոլոր ֆինանսավորումները փակեց, ինչ մեղադրանքով փակեց։ Ասեց անիմաստ ծախսում են։ Ուրիշ բան հարցնեմ, Հայաստանը, որ այդ բերում գրանտ բան են բաժանում։ Ինչի է միշտ նույն մարդկանց շրջանակի մեջ այդ գրանտը։ Կարող է վարկածա, կասկածա։ Կարող է իրար մեջ բան գիտեն։ Կարող է իրար մեջ բան գիտեն։ Դրա համար են միշտ նույն մարդկան։ Նոր մարդ որ բերես կարող է հավատարիմ չլինի, մեկը գնա ասի, որ ընդ այսքան չափով ատկատ ա եղել։ Ես ուղղակի կասկած եմ առաջ քաշում։ Այնպես մարդը նույնն է, ուզում է Ռուսաստանում, ուզում է Եվրոպայում, մարդը նույնն է։ Ճիշտ է, տարբեր են իրավապահ համակարգի խստությունը,
բայց մարդը մնում է նույնը։ Եվ եթե մենք ուզում ենք մարդավարի ապրել, ժողովուրդ ոչ ոք մեր ձեռը չի բռնել, չի խանգարում։ Եկեք մի օր խելքներս գլուխներս հավաքենք ու այդ մարդավարի ապրենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր բժիշկ Հայկ Մանասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։